Ծովի մակարդակից 1800 մետր բարձր Ալափարս բնակավայրում ընդհանուր 4,5 հեկտար ձգվող վերջին սերնդի տեխնոլոգիական հագեցվածությամբ ջերմատունը թրծված ապակե ծածկի ներքո մոտ 1 տարում է կառուցվել։ Հոլանդական վարդերի սածիլները դեռ ձմռանը փետրվարին են դրել, ապրիլի կեսից արդեն բերք են հավաքում։ Տարեկան 4-ից 6 միլիոն ծաղիկ կունենանք, մեր նպատակը արտահանել է ուր որ կարող ենք, այսօրվա ճյուղությամբ իհարկե Ռուսաստանն էլ արտահանվում է, բայց մենք ամեն ստանդարտներով ենք աշխատում, հույսով ենք լավագույն ծաղիկներ կունենանք, որ Եվրոպայել կարող ենք արտահանել։ Մասնագիտությամբ ֆինանսիստ Արման Փինարբասին 2022-ին է Ֆրանսիայից ընտանիքով հայրենիք տեղափոխվել։ Պետական աջակցության տարբեր ծրագրերի ծանոթանալով վերլուծելով որոշեց ներդրումներն ուղղելու է գյուղատնտեսության ոլորտ։ Տատանվում էր երկու ուղղությամբ խեցգետնաբուծություն, թե ջերմատնային գործունեություն, ծանրոթ հետևից հետո ընտրեց երկրորդը։ Հաջելի բիզնեսը գյուղատնտեսություն է երևում, բայց միայն գյուղատնտեսություն չի, այսի գոչվում է ագրոթեք տեխնոլոգիայով է։ Եթե տեսնեք ձեր շուրջը, ամեն ինչը տեխնոլոգիա է, միայն ծաղիկները չկան։ Պրիվա ծրագիր կա հոլանդական աշխարհի ամեն լավ ծրագիրն է, որ թույլ է տալիս ռեգուլարով կանեք բոլոր ջերմությունը, տաքությունը, CO2-ը, խոնավությունը, սրանից ավելի բարձր տեխնոլոգիա չկա։ Ջերմատանը 6 տարբեր կլիմայական գոտիներ են ապահոված, ռոռոկումը կազմակերպվում է 12 տարբեր փականներով, ինչը թույլ է տալիս նույն տանիքի տակ 28 տարանուն տարասորտ վարդեր աճեցնել յուրաքանչյուրի համար ապահովելով իր սպეციფიկ միջավայրը։ Առաջի բերքը գնահատում ենք բավականին լավ, գույների, հոտի, տեսքի, չափի հետ կապված ընդհանրապես խնդիր չունենք, բավականին շատ բարձր որակի ծաղիկներ ենք հավաքում ջերմատնից։ Ջերմատան կառուցման հագեցվածության համար ընդհանուր 4.2 միլիարդ դրամ է ներդրվել։ Այս մեծամասշտաբ պրոյեկտը հնարավորինս արագ ընթացքում եւ շահեկան պայմաններով իրագործել պետությունն է օգնել։ Մինչև 3 միլիարդ դրամ դրա դոգոստերը մինչև 10% պետությունը վճարում է մեր տեղը։ Մնացածը մեր վրա։ Ֆինանսական աջակցությունը ստացել ենք ու շատ գոհ ենք ու առաջնահերթ է դա երևում, բայց միայն դա չի։ Երբ որ այդ ծրագիրի մաս եք կազմում, բանկի հետ հարաբերությունները ավելի արագ են, ավելի պատրաստված են։ Երբ որ այդպես պետական աջակցություն կա, ասել են նախնական ուսումնասիրություն արվերա, որ էդի իրոք երգիրի համար շահավետ է, հետևաբար բիզնեսմանների համար էլ շահավետ։ Ասել են մի շարք աշխատանք արդեն արվերա։ Բացի ներգրաված վարկի տոկոսագումարների սուբսիդավորումից ընկերությունը մի շարք ապրանքների ներմուծման համար է նաև արտոնություն ստացել։ 1.4 միլիարդի ներմուծումի ապրանքը, որ ներմուծեցինք, դրա մաքսատուրքը, որ պլյուս-մինուս 10% անում, դրա չափով ազատվեցանք այդ հարկերից։ Ֆինանսական լուրջ հետևանք ունեցող մեծ աջակցություն էր, մեզ թույլ տվեց, որ ավելի մեծ ներդրում անենք, ավելի որակավոր ներդրում անենք, հետևաբար այս բոլոր տնտեսությունը, որ դրել ենք 1 դասյակ տարիների համար, հիմքերը շատ ուժեղ են։ Նորագույն տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունների կողքին անփոխարինելի է մնում նաև մարդկային գործոնը, հոգատար ձեռքի աշխատանքն ու խնամքը բույսերից յուրաքանչյուրի հանդեպ։ Ալափարսի վարդերի ջերմատունն արդեն 60 աշխատակից ունի։ Շատ բարդանալի է անձնակվես իմ համար, որ այդքան աշխատատեղ ենք ստեղծում, այսօրվա ճյուղությամբ ունենք 84% աշխատակիցներ, որ առաջի անգամն են, որ աշխատում են։ Հիմնական գիներ են, որ մեզ աջակցում են այս ծաղիկները բարձր որակի ստանալու համար։ Ջերմատան տեխնիկական հատվածում, որտեղ տեսակավորման, փաթեթավորման գործն է կազմակերպվում, քանի դեռ նորեն բերքահավաքի անցել համեմատաբար պասիվ է։ Շատ շուտով, երբ ծաղկաքաղի ծավալները կավելանան, եւս 10 նոր աշխատատեղ կստեղծեն։